Պետրոս Աբրամի-Դուրյան, հայ բանաստեղծ դրամատուրգ։ Արևմտահայ հանճարեղ բանաստեղծ Պետրոս Դուրյանը ծնվել է 1851 թվականի մայիսի 20-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում։ Պետրոս Դուրյանի տոհմական ազգանունը Զմպայան է, Զմպա թուրքերեն նշանակում է դուռ, փորող, ծակող, գործիք, դրան համապատասխան էլ Դուրյանը փոխել է իր տոհմական ազգանունը, Դուրյանին անվանում են Սկյուտարի սոխակ։ Ընտանիք Դուրյանը ասում է, որ հայրը օրական հաց ճարող, բայց պատվավոր երկաթագործում է։ Հայրը Աբրահամը եղել է դարբին, քանի դեռ ընտանիքը սակավանդամ էր։ Հայրը կարողացավ խնայողություններ անել, գնաց երկհարկանի փայտաշեն մի տուն, բայց 1850-ական թվականների վերջերից վիճակը փոխվեց։ Եվրոպան պոլիս էր արտահանում էժան ապրանքներ, երկաթագործի պատրաստած իրերը այլևս չէին սպառվում։ Ընտանիքի կարիքները հոգալու համար հայրը ստիպված էր սենյակները վարձով տալ։ Մայրը Արուսյակը դեռ օրիոտ կորցրել է քույրերին եւ եղբայրներին, հետագայում 2 աղջկան եւ 2 տղային։ Պետիկը այսպես էին տնեցիների դիմում Պետրոս Դուրյանին, մոր հետ շատ էր կապված, նրանից գրեթե անբաժան էր։ Երբ մանուկ էի, խաղալիք չունենալով, մորս գուլպա իսած ադեն գդիկով կխաղայի։ Երբ խլահաց եղա, բազմոցին տեղ դաղտակամածի վրա փռած ինգորգիմը վրա գնստեի։ Երբ ադանի եղա, շատ անգամ արցունքս մորմես ծածկելով գուդեի ցամաք հացը։ 1857 թվականին 6 տարեկան հասակում Դուրյանը դարձել է Սկյուտարի ճեմարանի ձրիավարժ աշակերտ։ Ճեմարանում ուսումնառության առաջին տարիներին աչքի չի ընկել առաջադիմությամբ։ Այդ դպրոցում որպես ուսուցիչ պաշտոնավարել է հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը, որն անչափ սիրել է Դուրյանին եւ խոր ազդեցություն թողել նրա վրա։ Ճեմարանական Դուրյանի գրական հետաքրքրությունները եղել են բազմակողմանի։ Ճեմարանական տարիներին նա հեղինակել է տաղեր, թատերախաղեր, կատարել թարգմանություններ։ Սկյուտարի ճեմարանը Դուրյանն ավարտել է 1867 թվականին։ Ճեմարան ավարտելուց հետո ծնողները նրան տեղափոխում են աշխատանքի։ Դուրյանը դառնում է սեղանավոր մարտիկ աղայի գրագիրը։ Այդ անսովոր պաշտոնում նա ոչ մի եռան ցույց չի տվել։ Առուծախսի արշիվները չեն հետաքրքրել նրան։ 9 ամսյա ծառայությունից հետո Դուրյանը թողել է խանութը։ 1868 թվականին փորձել է զբաղվել հասարակական գործունեությամբ։ Գաբրիել Քահանա Խանջյանի նորաբաց վարժարանում անվճար հայերեն դասեր է դասավանդել բարձր աշակերտներին։ Կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար պատանին փորձում էր հարմար աշխատանք գտնել։ Լինում է դեղագործի աշխատակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան, բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտով չէր։ Նա շատ էր տանջվում, որ ծնողներին չի կարողանում օգտակար լինել։ Երիտասարդ Դուրյանը Հակոբ Վարդովյանի թատրոն Օսմանիային առաջարկում է բեմադրել իր Վարդ և Շուշան թատերախաղը։ 1869 թվականին Գետիկ Փաշայում առաջին անգամ բեմադրվել է այս ներկայացումը։ Երաժշտության հեղինակը եղել է Տիգրան Չուխաջյանը։ Բեմադրության հաջող ընթացքից հետո Վարդովյանը և Դուրյանը սկսում են համագործակցել։ Դուրյանը ոչ միայն իր թատերախաղերը գրում էր բացառապես Վարդովյանի թատրոնի համար, այլ հանդես էր գալիս նրա հրապարակային պաշտպանությամբ։ Իր հերթին Վարդովյանը ջանք ու եռան չէր խնայում դրանք բեմադրելու համար։ 1868 թվականին դարձավ Դուրյանի հրապարակախոսային գործունեության վերելքը։ Դեռևս փետրվարի Վարդ և Շուշան ներկայացման հետ Վերկինե Նարդաշյանի արտասանությամբ թատրոն Օսմանիայի բեմից հնչել է նրա հիշատակ խորագրով մի տաղերգություն, որը դժբախտաբար չի պահպանվել։ Նույն տարվա հոկտեմբերի 2-ին օրագիր Ծիլ նավարարյո թերթում հրապարակվեց նոր հայրիկ Խրիմյան ազգասենյորը դիրպատիկ Պոլս բանաստեղծությունը, որը Դուրյանի առաջին տպագրած գործն է։ Զոնը շարժել է ընթերցողների հետաքրքրությունը եւ օրագիրի։ Խմբագրությունը մի քանի օր անց գրողի մասին տպագրել է կենսագրական ծանոթություն։ Խրիմյանի զոնված բանաստեղծությունը հավանել է նաեւ Խորեն Նարպեյը։ Վերջինս իր մոտ է հրավիրել Դուրյանին, զրուցել, խոստանալով ոչ միայն աշխատանք գտնել, այլև հրատարակել տաղերը։ Նրա միջնորդությամբ Դուրյանը դարձել է Որդիկ բեի տնային ուսուցիչը։ Որդիկ բեյը կրճատել է նրա ամսական աշխատավարձը, ու Դուրյանը թողել է աշխատանքը։ Այդ առիթով նա իր ընկերոջը գրել է. «Հինգվան գործատերը կով կուզեն, գործածելու եւ աշխատացնելու, ոչ թե մարդ»։ Կարիքը ստիպում է նրան դառնալ դերասան, ընդունվել Վարդովյանի թատերախումբը։
Սկյուտարի սոխակի բեմական գործունեությունը կարճ է տևել։ Թատրոն Օսմանիեի տնօրեն Հակոբ Վարդովյանը Դուրյանի հետ վատ է վարվում, և նա ստիպված թողնում է թատրոնը։ Դուրյանը նորից մնում է անգործ և ամբողջովին նվիրվում գրական աշխատություններին։ Պետրոս Դուրյանից որևէ լուսանկար չի պահպանվել։ Բոլորի ծանոթ դիմանկարը հարազատների նկարագրությունների հիման վրա նկարել են Տիրան Շիրաքյանն ու Մերուժան Պարսամյանը։ 1950-ական թվականներին Թուրքիայի կառավարությունը որոշում է Սկյուտարի գերեզմանատան տարածքում ճանապարհ կառուցել։ Պոլսի հայոց պատրիարքը գերեզմանափորին կարգադրում է Դուրյանի գանգի մասունքները հանձնել իրեն։ Շուրջ 10 տարի անց 1969 թվականին Պոլսո պատրիարք շնորհ արքեպիսկոպոս Գալուստյանը գանգի ոսկորները փոխանցում է ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա. Վեհափառին։ Վերջինս էլ 1970 թվականին այն հանձնում է Եղիշե Չայանցի անվան գրականության և արվեստի թանգարանին։ Ակադեմիկոս, մարդաբան, գանգաբան Անդրանիկ Ճաղարյանը գանգի բեկորների հիման վրա վերականգնել է Դուրյանի իրական դեմքը և քանդակ ստեղծել։ Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, զբաղվել է հրապարակախոսությամբ, եղել է օրագիր Ծլին Ավարայրո թերթի օգնական խմբագիր, կատարել թարգմանություններ՝ Վիկտոր Հյուգո, Թագավորը զվարճանում է, Շեքսպիր, Մակբեթ և այլն։ 1869 թվականին և 1871 թվականին օրագիր Ծլին Ավարայրո, Մեղու, Եփրատ, մամուլ պարբերականներում տպագրել է տաղեր։ Գրական ժառանգության զգալի մասը երգիծական ոտանավորներ, Տիգրան II, Կործանում հռովմա, Շահատակություն, Գայոց ողբերգությունները, թարգմանություններ, բազմաթիվ նամակներ չեն պահպանվել։ Դուրյանի թատերախաղերը նպաստել են հայ դրամատուրգիայի զարգացմանը։ Դուրյանը գրել է Տարագիրի Սիբերիա այլաբանական ողբերգությունը, Թրքուհին, Մարդ և Շուշան կամ Հովիվ Կմասյաց ողբերգական մելոդրամա, ապա Սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան, Արտաշես աշխարհակալ, Անկում Դարշակունի հարստության, Ասպատակություն Պարսկացի հայաս կամ Ավերում Նանի մայրաքաղաքի Բագրատույանց պատմական ողբերգությունները, անդրադարձել է հայոց պատմության այն անցքերին, երբ ժողովուրդն ազատագրական պայքարի է ելել օտար հրոսականների դեմ։ Նա 19-րդ դարի հայ առաջին գրողն է, որ պատմական անցյալ պատկերելիս արտահայտել է ժողովրդի բողոքն ու ատելությունը թագավորների ու նախարարների հանդեպ։ Հրաժարվելով պատմահայրենասիրական ողբերգության թեմայից 1871 թվականին գրել «Թատրոն կամ թշվառներ» դրաման, կարդալ Սունդուկյանից անկախ հանգել արհեդական թեմայի անհրաժեշտության գաղափարին, հասարակական կյանքում տեսնելով աղքատացում ու թշվառություն, ցույց է տվել դրանց բարոյական հոգեկան ծանր հետևանքները։ Լճակ, ինչ կսեմ բանաստեղծություններում դատապարտել է անտարբեր միջավայրը, բողոքել նրան մարդկանյութան դեմ։ Նրա քնարական հերոսը սիրում է կյանքը, սակայն աշխարհում անապակ սեր, ազատոտ և ազատություն չգտնելով փարվում է գերեզմանեն։ Մահվան և գերեզմանի գաղափարախոսությունը Դուրյանի ստեղծագործության մեջ հանդես է գալիս որպես ներկայի դեմ բողոքի կրքոտ ու տառապալի արտահայտություններ։ Այդ տառապանքը ողբերգություն է դառնում նշանավոր տրտունջքում։ Բանաստեղծը կարեկցում է նրանց, ովքեր վսեմ երազներ ունեն, բայց որոնց բաժին է ընկնում սև ճակատագիրը։ Բանաստեղծությունները թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, ռումիներեն, բուլղարերեն, հունարեն, հունգարերեն, պարսկերեն, թուրքերեն, իսպաներեն։ Անապահով տնտեսական վիճակը և անընդհատ աշխատանքը քայքայեցին Դուրյանի առողջությունն ամբողջովին։ 1871 թվականի սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության թոքախտի առաջին նշանները։ 1871 թվականի վերջին Դուրյանն արդեն անկողնային հիվանդ էր։ Դերասան Հրաչյան իր ինքնակենսագրականում հիշում է Ազիզիեի թատրոնում Վարդովյանի թատերախմբի ամառային սեզոնի առաջին փորձը, թե ինչպես Դուրյանը տետրակը թևի տակ դրած բեմ բարձրացավ։ Նա եկել էր իր թատրոնը ներկայացնելու և ակնկալում էր, որ Վարդովյանը այն կընդգրկի իր թատերախմբի խաղացանկում։ Ներս մտավ պատանիմը, երկայն հասակով ու երկայն վզով, ուներ երկայն քիթ, գունատ էր, մոխրագույն ու շատ մաշած զգեստ էր հագած, թևքին տակ կար տետրակը, երբ երևցավ, դերասանուհիները սկսան ծիծաղ, սելով «Քա Թերեզա, քու գինդ եկավ», իսկ Թերեզան պատասխանեց. «Այնքան գունատ է, որ ինձ պետք չէ,
շուտով կմեռնի։ Ես լսեցի այդ խոսքերը, բայց չէի կարծեր, թե պատանին ալ լսած էր։ Երբ իր մահեն հետո կարդացի անոր բանաստեղծությունները, անադեն իմացա, թե ան էլ լսած էր Թերեզա Չոխատյանի խոսքերը, քանի որ գրել էր. շատերս իս մերժեցին, քնարմունի սոսկսին, մին տողդոջը կուն չունի, մյուս ալսավ կմեռնի։ Պետրոս Դուրյանը մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին 20 տարեկան հասակում։ Նրա մահից հետո լույս է տեսել նրա առաջին գիրքը։ Այս խոսքերը Դուրյան ասել է մահից 1 օր առաջ։ Հարգս չգիտեմ, բայց պիտի փնտրեն ձեզ։ Պետրոս Դուրյանի անուն է կրում Երևանի Ավան վարչական շրջանի փողոցներից մեկը, Երևանի թիվ 28-րդ հիմնական դպրոցը։ Ինչու ապշած եմ լճակ, ու չեն խայտար քուայլավ, միտ հալվիտ մճասկավ, գեղույն մնայցել։ Եվ կամ միտ կզիմալվի, այլախի երկրի կապուտին, և հայնապոս ուսապուտիչ, որ պնման ու պրպուտիչ։ Մելամաղձոտ լճակդի, քեզ է դլանք մտերի, սիրեմ քեզի բես է սալ, գրավի լրելում։ Որքան ես դու ալի, ճակս այքան խոք ունի, որքան ես դու պրպուր, չրց այքան խոց ունի բյուր։ Այլ եթե քոք տան թափիմ ինքն աստեղած երկնքին նմանիլ չես կրնարդում, հոգվիս որով խոց անում, հոտ ասները չեն մեղնիր, ծաղիկնեն հոտ չեն թորմիր, ամպերը չեն թրջեր հոտ, երխաղար թու է հոտ։ Լճակ թու ես թագուհիս, զիթով եմ ալ խոշումիս, դարձյալ խորքիտ մեջ հղո, ձիս կպահես թողթողալով։ Շատերս իս մերժեցին, քնար ունի սոսկսին, մին դողդոջ է հույն չունի, մյուսն ալսավ կմերնի։ Ոչ ոք սա, հեկ տղա, արցոք ինչու գմխա, թերև էլ արգղանի, թե որ սիրեմ չմերնի։ Ոչ ոք սապսատղին, բաղվեմ սիշը դխմագին, նայնք չեր գրված կան, ոնրդեք կա, ոչ մատյան։ Հոնկամոխիր, իշատակ, այլակը տուզին թող լճակ, զիք ու խորքիտ մեջ անցկավ ու զատ մնայց։